Եթե հենց հիմա դուք ցավ, անարդարություն եք զգում կամ ձեզ լքված եք զգում, այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Մենք բոլորս էլ անցնում ենք փորձությունների միջով եւ երբեմն թվում է, թե ելք չկա։ Բայց ինչ կլինի, եթե ասեմ, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում Աստված աշխատում է կուլիսների հետևում, պատրաստելով ինչ-որ մեծ բան։ Այսօր մենք կխոսենք այն դասերի մասին, որոնք կօգնեն ձեզ իմաստ գտնել տառապանքի մեջ եւ հույս ձեռք բերել։ Եթե այս վրեժցա արձագանք գտավ ձեր սրտում եւ կամրապնդի ձեր հավատքը, խնդրում եմ հավանեք այս տեսանյութը եւ անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Այդպես դուք բաց չեք թողնի նոր ոգեշնչող հոլովակները, որոնք կօգնեն ձեզ աճել հավատքի մեջ եւ հաղթահարել ցանկացած փորձություն։ Իսկ մինչ այդ մեկնաբանություններում պատմեք, նկատել եք արդյոք, թե ինչպես են ձեր կյանքի դժվարությունները հանգեցրել անսպասելի օրհնությունների։ Կիսվեք ձեր պատմությամբ։ Առաջինը ցանելու եւ հնձելու օրենքը։ Չարիքը միշտ վերադառնում է։ Մենք հաճախ բախվում ենք ուրիշների գործողությունների հետևանքներին, իսկ գաղտնիքն այն է, որ շարունակենք սեր, ներողամտություն եւ Աստծո հանդեպ վստահություն ցանել։ Հիշում եք Էսթերի պատմությունը։ Համանը ցանկանում էր ոչնչացնել հերյա ժողովրդին եւ կախաղան պատրաստեց Մորդեքեի համար, բայց արդյունքում ինքը կախվեց հենց այդ նույն կախաղանից։ Սա ցանելու եւ հնձելու օրենքի գործողության վառ օրինակ է։ Չարիքը, որ մարդը մտածում է ուրիշների դեմ, վերադառնում է իրեն ճիշտ ժամանակին։ Տեսել եք արդյոք, թե ինչպես է այս օրենքն աշխատում իրական կյանքում։ Կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում։ Երկրորդ, Աստված չարիքը վերածում է օրհնության։ Ունեցել եք պահեր, երբ բախվել եք այնպիսի ծանր փորձությունների, որ թվում էր ելք չկա։ Լավ լուրն այն է, որ Աստված կարող է ցանկացած ցավ վերածել հաղթանակի։ Այնինչ թվում է վերջ, կարող է դառնալ անհավանական նոր սկիզբ։ Հոբի պատմությունը դրա մեծագույն օրինակներից է։ Նա կորցրեց ամեն ինչ՝ ընտանիքը, ունեցվածքը, առողջությունը։ Բայց փոխանակ տրտնջալու նա հավատարիմ մնաց Աստծուն։ Արդյունքում Աստված նրան օրհնեց կրկինակի անգամ ավելի, քան նախկինում։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ եթե հիմա ինչ-որ բան ողբերգություն է թվում, Աստված ունի շատ ավելի մեծ ծրագիր, քան մենք կարող ենք պատկերացնել։ Հաճախ Աստված թույլ է տալիս, որ անցնենք փորձությունների միջով, մեզ կոփելու համար։ Այնինչ այսօր թվում է անարդարություն, կարող է ձեր կյանքի մեծագույն շրջադարձի բանալին դառնալ։ Ուստի մենք պետք է վստահենք Աստծուն, նույնիսկ եթե չենք հասկանում կատարվողը։ Հնարավոր է հենց հիմա դժվար պահ եք ապրում եւ հարցնում եք. ինչու դա պատահեց ինձ հետ։ Բայց հիշեք, Աստված արդեն պատրաստում է ձեզ համար մի բան, որը շատ ավելի մեծ է, քան կարող եք պատկերացնել։ Ձեր դեմ ուղված չարիքը կարող է դառնալ ձեր կյանքի ամենամեծ օրհնության ուղին։ Եթե այս միտքը արձագանքում է ձեր սրտում, գրեք մեկնաբանություններում. ես հավատում եմ, որ Աստված իմ ցավը վերածում է օրհնության։ Երրորդ, վրեժխնդրությունը պատկանում է Տիրոջը։ Երբ ինչ-որ մեկը մեզ ցավ է պատճառում, մարդկային առաջին արձագանքը վրեժխնդիր լինելու ցանկությունն է։ Մենք ուզում ենք, որ մարդը, ով մեզ չարիք է արել, նույն չափով տառապի։ Բայց Աստվածաշունչը մեզ այլ բան է սովորեցնում. իմն է վրեժխնդրությունը, ես կհատուցեմ։ Հռոմեացիս 12:19։ Սա նշանակում է, որ արդարությունը գտնվում է Աստծո ձեռքում, այլ ոչ թե մեր։ Վրեժը պահի տակ կարող է քաղցր թվալ, բայց վերջնական հաշվով այն մեզ դարձնում է ատելության գերին։ Նկատել եք, որ որքան շատ եք մտածում վրեժխնդիր լինելու մասին, այնքան ավելի եք կապվում այդ իրավիճակին։ Մինչ նեղացնողը շարունակում է ապրել, մենք թունավորում ենք մեզ չարությամբ, որը քայքայում է մեզ ներսից։ Աստված ցանկանում է ազատել մեզ այս փակ շրջանից եւ սովորեցնել վստահել իրեն, քանի որ միայն նա կարող է իրական դատաստան կատարել։ Հիշեք Դավթի եւ Սավուղի պատմությունը։ Սավուղը հալածում էր Դավթին, ցանկանալով սպանել նրան առանց պատճառի։ Բայց նույնիսկ երբ Դավիթը վրեժխնդիր լինելու հնարավորություն ստացավ, նա իրավիճակը վստահեց Աստծուն։ Ո՞րն էր արդյունքը։ Աստված բարձրացրեց Դավթին, դարձնելով Իսրայելի թագավոր, իսկ Սավուղը ողբերգական մահ ունեցավ։ Սա ապացուցում է, որ նա, ով հույսը դնում է Աստծո վրա, միշտ կարդարացվի եւ կբարձրացվի։ Եթե ինչ-որ մեկը ձեզ ցավ է պատճառել, հանձնեք այդ իրավիճակը Աստծո ձեռքերը։ Նա տեսնում է այն, ինչը մենք չենք տեսնում, գիտի սրտերի մտադրությունները եւ բոլորից լավ գիտի, թե ինչպես վարվել արդարացի։ Աստծո արդարությունը կարող է դանդաղ թվալ, բայց երբ այն գալիս է, այն անթերի է։ Հիմա մտածեք, արժե արդյոք կորցնել ձեր խաղաղությունը հանուն վրեժի, թե ավելի լավ է վստահել Աստծուն եւ թույլ տալ, որ նա գործի։ Եթե ցանկանում եք ձեր դատաստանը հանձնել Աստծո ձեռքերը, գրեք մեկնաբանություններում. ես վստահում եմ Աստծո արդարությանը։ Չորրորդ, ներողամտությունը ազատություն է եւ հզոր զենք։
Ներողամտությունը Աստծո ամենադժվար, բայց եւ ամենահզոր պահանջներից է։ Շատերը կարծում են, որ ներելը նշանակում է մոռանալ կատարվածը կամ համաձայնել անարդարության հետ, բայց իրականում ներելը ոչ թե մյուս մարդու մասին է, այլ ձեր։ Սա ցավից ազատվելու միջոց է, որը պատճառել է այդ իրավիճակը։ Վրդովմունքը նման է թույնի, որը մենք խմում ենք, հույս ունենալով, որ մյուս մարդը կմեռնի։ Ատելությունը մեզ դարձնում է անցյալի գերին եւ թույլ չի տալիս լիարժեք ապրել։ Հիսուսը հստակ ցույց տվեց, որ ներողամտությունը ընտրություն չէ, այլ պատվիրան։ Երբ Պետրոսը հարցրեց, թե քանի անգամ պետք է ներել, Քրիստոսը պատասխանեց. ոչ թե 7 անգամ, այլ 70 անգամ 7, Մատթեոս 18:22, այսինքն միշտ։ Բայց ինչպես ներել նրան, ով մեզ ուժեղ ցավ է պատճառել։ Գաղտնիքն այն է, որ հասկանանք, ներելը զգացմունք չէ, այլ որոշում։ Դուք կարող եք ընտրել ներել հենց հիմա, նույնիսկ եթե դրա ցանկությունը չունեք, եւ ժամանակի ընթացքում Աստված կբժշկի ձեր սիրտը։ Ներողամտությունը չի արդարացնում մյուս մարդու արարքը, բայց այն ազատում է ձեզ։ Հիշեք Հովսեփին, նրան սեփական եղբայրները վաճառեցին ստրկության, բայց երբ նա հնարավորություն ունեցավ վրեժխնդիր լինելու, նա ընտրեց ներել։ Որն էր արդյունքը։ Աստված բարձրացրեց նրան, դարձնելով Եգիպտոսի կառավարիչ։ Սա ապացուցում է, որ ներողամտությունը բացում է դռներ, որոնք չարությունն ու նեղացկոտությունը երբեք չեն կարող բացել։ Հիմա մտածեք, կա ձեր կյանքում մի մարդ, որին պետք է ներեք։ Եթե այո, ապա խնդրեք Աստծուց ուժ այդ ցավը թողնելու համար եւ մեկնաբանություններում գրեք. Ես ընտրում եմ ներել եւ ազատ լինել։ 5. Աստծո լռությունը չի նշանակում անգործություն։ Երբ մենք տառապում ենք, մենք Աստծուց պատասխան ենք փնտրում, բայց երբեմն ի պատասխան ստանում ենք միայն լռություն։ Այդպիսի պահերին կասկածներ են առաջանում. լսում է արդյոք ինձ Աստված, հոգում է արդյոք իմ ցավի մասին։ Պատասխանը՝ այո։ Աստված լսում է ձեզ եւ գործում է, նույնիսկ եթե դուք դա չեք տեսնում։ Աստվածաշունչը լի է օրինակներով, երբ թվում էր Աստված լռում է, բայց իրականում նա պատրաստում էր ինչ-որ մեծ բան։ Հիշեք Ղազարոսի պատմությունը։ Երբ նա մահացավ, Մարթան եւ Մարիամը հուսահատության մեջ էին, քանի որ Հիսուսը ժամանակին չէր եկել։ Բայց Հիսուսի լռությունը չէր նշանակում, որ նա մոռացել էր նրանց մասին։ Ճիշտ պահին նա եկավ եւ շատ ավելի մեծ հրաշք գործեց, հարություն տվեց Ղազարոսին։ Աստծո լռությունը հավատքի փորձություն է։ Նա ուզում է իմանալ, վստահում ենք արդյոք նրան, նույնիսկ երբ պատասխան չենք տեսնում։ Պատրաստ եք հավատալ, որ Աստված գործում է ձեր կյանքի կուլիսների հետևում, որ նա պատրաստում է ինչ-որ ավելի մեծ բան, քան կարող եք պատկերացնել։ Երբեմն Աստծո լռությունը պաշտպանություն է։ Նա կարող է մեզ զերծ պահել այն բաներից, որոնց մասին նույնիսկ չենք էլ կասկածում։ Եթե Աստված անմիջապես չի պատասխանում, նշանակում է նրա պատասխանը ժամանակ է պահանջում, կատարյալ լինելու համար։ Եթե հիմա բախվում եք Աստծո լռությանը, մի հուսահատվեք։ Նա գործում է եւ շուտով դուք կտեսնեք, թե ինչ էր նա պատրաստում ձեզ համար։ Գրեք մեկնաբանություններում. Ես վստահում եմ Աստծուն, նույնիսկ նրա լռության մեջ։ 6. Համբերությունը հավատքի փորձություն է։ Սպասելը մարդու համար ամենադժվար փորձություններից է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ արագ է կատարվում, եւ ուզում ենք, որ Աստված պատասխանի մեր տեմպով, բայց համբերությունը հավատքի ամենակարևոր քննություններից է։ Աստվածաշունչն ասում է. բայց Տիրոջը սպասողները պիտի նորոգվեն ուժով։ Եսայի 40:31։ Սպասելը անգործություն չէ, այլ վստահություն այն բանին, որ Աստված ամեն ինչ անում է լավագույնս։ Աբրահամի պատմությունը սովորեցնում է մեզ դա։ Աստված նրան որդի խոստացավ, բայց խոստման կատարումը տևեց 25 տարի։ Եթե Աբրահամը հրաժարվեր սպասելուց, նա երբեք չէր դառնա բազում ժողովուրդների հայր։ Համբերությունն օգնում է մեզ կախված լինել Աստծուց եւ հոգեվորապես աճել։ Սպասելու ժամանակը հավատքն ամրապնդելու հնարավորություն է։ Հաճախ մենք չենք ստանում ցանկալին միայն այն պատճառով, որ դեռ պատրաստ չենք այն ընդունելու։ Եթե Աստված դեռ չի պատասխանել ձեր խնդրանքին, հնարավոր է նա պատրաստում է ձեզ ինչ-որ շատ ավելի մեծ բանի։ Վստահեք ընթացքին եւ շարունակեք շարժվել առաջ։ Ունեցել եք պահեր, երբ ստիպված եք եղել երկար սպասել, բայց արդյունքում դա օրհնություն է եղել։ Կիսվեք մեկնաբանություններում։ 7. Տառապանքը պատրաստություն է ավելի մեծ բանի։ Երբևէ մտածել եք, որ ձեր ցավը տանում է դեպի ինչ-որ մեծ բան։ Ողջ Աստվածաշնչում մենք տեսնում ենք, որ Աստծո մեծ մարդիկ անցել են դժվարությունների միջով, նախքան իրենց կոչումը կատարելը։ Մովսեսը 40 տարի անցկացրեց անապատում, նախքան Իսրայելի ժողովրդի ազատագրումը գլխավորելը։ Դավիթը նախ կռվում էր հսկաների հետ, նախքան թագավոր դառնալը։ Տառապանքները մեզ տալիս են դասեր, որոնք հնարավոր չէ սովորել հեշտ ճանապարհով։ Դրանք մեզ դարձնում են ավելի ուժեղ, իմաստուն եւ սովորեցնում են ապավինել Աստծուն։ Փորձությունների ժամանակ մենք ընտրություն ունենք՝ վհատվել կամ աճել։ Հիսուսն ասաց. աշխարհում նեղություն կունենաք,
բայց քաջալերվեք, ես հաղթեցի աշխարհին։ Հովհաննես 16:33։ Սա նշանակում է, որ նույնիսկ երբ տառապում ենք, կարող ենք վստահ լինել, որ Աստված վերահսկում է իրավիճակը։ Եթե հիմա դժվար շրջան եք ապրում, Աստծուն հարցրեք. «Ինչ ես ուզում սովորեցնել ինձ»։ Մի հարցրեք ինչու, այլ հարցրեք ինչի համար։ Հնարավոր է հենց հիմա Աստված ձեզ պատրաստում է ձեր կյանքի ամենամեծ օրհնությանը։ Եթե այս խոսքը հասավ ձեր սրտին, գրեք մեկնաբանություններում. Ես հավատում եմ, որ Աստված պատրաստում է ինձ ինչ-որ մեծ բանի։ 8. Նա, ով չարիք է պատճառում, մի օր կհնձի այնինչ ցանել է։ Երբևէ տեսել եք, թե ինչպես է ինչ-որ մեկը չարիք գործում, եւ թվում է, թե նրան ամեն ինչ ջրից չոր է դուրս գալիս։ Հնարավոր է այդ մարդը ձեզ ցավ է պատճառել, խաբել է կամ նույնիսկ դավաճանել։ Այդպիսի պահերին թվում է, թե արդարություն չկա։ Բայց հավատացեք, բերքը միշտ գալիս է։ Աստվածաշունչը հստակ մեզ ասում է ցանելու եւ հնձելու օրենքի մասին։ Ինչ որ մարդ ցանի, այն էլ կհնձի։ Գաղաթացիս 6:7։ Գլխավորն այն է, որ հասկանանք Աստծո դատաստանը միշտ չէ, որ գալիս է այնքան արագ, որքան մենք ենք ցանկանում։ Երբեմն թվում է, թե այն մարդը, ով մեզ չարիք է արել, շարունակում է բարգավաճել, բայց դա չի նշանակում, որ նա կխուսափի հետևանքներից։ Աստված տեսնում է սրտի բոլոր մտադրությունները, եւ երբ նա որոշում է գործել, անկումը կարող է շատ ավելի ծանր լինել, քան կարող էինք պատկերացնել։ Հիշեք Եգիպտոսի փարավոնին։ Նա տարիներ շարունակ ճնշում էր Իսրայելի ժողովրդին եւ անձեռնմխելի էր թվում։ Բայց մի օր Աստված հայտնեց իր զորությունը եւ ազատեց ժողովրդին։ Փարավոնի հպարտությունը նրան հասցրեց կործանման, եւ նա հնձեց ողջ չարիքը, որ ցանել էր։ Նույնը կատարվում է նաեւ այսօր։ Նրանք, ովքեր չարիք են գործում, կարող են մտածել, որ անպատիժ են, բայց հնձի ժամանակը գալիս է յուրաքանչյուրի համար։ Ուստի մի անհանգստացեք եւ մի փորձեք արագացնել Աստծո դատաստանը։ Ձեզ պետք չէ վրեժխնդիր լինել կամ որևէ մեկին չարիք ցանկանալ։ Պարզապես վստահեք Աստծուն եւ շարունակեք գնալ ձեր ճանապարհով։ Ձեր գլխավոր խնդիրը բարիք ցանելը շարունակելն է, քանի որ ձեր բերքն էլ կգա եւ այն շատ ավելի մեծ կլինի, քան կարող եք պատկերացնել։ Տեսել եք արդյոք, թե ինչպես է այս ճշմարտությունն աշխատում կյանքում։ Կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում։ Ձեր վկայությունը կարող է աջակցել նրանց, ովքեր դեռ սպասում են Աստծո արդարությանը։ 9. Սերը չարիքի դեմ ամենահզոր զենքն է։ Երբ ինչ-որ մեկը մեզ վիրավորում է, առաջին արձագանքը նույն կերպ պատասխանելն է։ Բայց Հիսուսը մեզ բոլորովին այլ ուղի է ցույց տվել։ Սիրեցեք ձեր թշնամիներին եւ աղոթեցեք ձեզ հալածողների համար։ Մատթեոս 5:44։ Սա անհնար է թվում, բայց սերը մեր ունեցած ամենահզոր զենքերից է։ Սիրելը չի նշանակում միամիտ լինել կամ հանդուրժել անարդարությունը։ Դա նշանակում է թույլ չտալ, որ չարիքը բխծի ձեր սիրտը։ Մարդը, ով ատելություն է պահում, դառնում է իր ցավի գերին։ Իսկ նա, ով ընտրում է սերը, մնում է ազատ։ Երբ դուք չարիքին պատասխանում եք սիրով, դուք ամբողջությամբ զինաթափում եք ձեր թշնամուն։ Դրա մեծագույն օրինակը Հիսուսը խաչի վրա։ Նա կարող էր Աստծո դատաստանը կանչել նրանց վրա, ովքեր իրեն խաչեցին, բայց փոխարենը ասաց. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Ղուկաս 23:34։ Այս խոսքերը փոխեցին մարդկության ողջ պատմությունը։ Երբ դուք ընտրում եք սերը, ինչ-որ անհավանական բան է կատարվում։ Աստված ինքն է մտնում ձեր ճակատամարտի մեջ։ Նա օրհնում է նրանց, ովքեր պահպանում են մաքուր սիրտը։ Ուստի մի վատնեք ձեր էներգիան նրանց հանդեպատելության վրա, ովքեր ձեզ ցավ են պատճառել։ Պարզապես հանձնեք այդ իրավիճակը Աստծուն եւ շարժվեք առաջ։ Եթե այս խոսքը արձագանքեց ձեր սրտում, գրեք մեկնաբանություններում. Ես ընտրում եմ սերը եւ թույլ եմ տալիս Աստծուն գործել։ 10. Աստված մեզ սովորեցնում է փորձությունների միջոցով։ Երբևէ հարցրել եք, թե ինչու Աստված թույլ տվեց, որ դա պատահի ինձ հետ։ Սա բնական հարց է, երբ մենք բախվում ենք դժվարությունների, բայց ճշմարտությունն այն է, որ Աստված օգտագործում է փորձությունները մեզ արժեքավոր դասեր տալու համար։ Հայացք նետեք Դավթի պատմությանը։ Նախքան թագավոր դառնալը, նա տարիներ շարունակ թաքնվում էր սավուղից, ապրում էր որպես վտարանդի, վերապրում էր դավաճանություն եւ անարդարություն։ Այդ պահին թվում էր, թե Աստված մոռացել է նրա մասին, բայց իրականում դա պատրաստության գործընթաց էր։ Աստված ձևավորում էր Դավթի բնավորությունը, պատրաստելով նրան Իսրայելի կառավարմանը։ Երբեմն մեր դժվարությունները պատիժ չեն, այլ մարզում։ Աստված ամրապնդում է մեզ, սովորեցնում է վստահել իրեն եւ զարգացնել համբերություն, իմաստություն եւ հավատք։ Այն, ինչ հիմա թվում է անիմաստ տառապանք, կարող է հանգեցնել ձեր մեծագույն հաղթանակին։ Եթե դուք անցնում եք ծանր շրջանի միջով, Աստծուն հարցրեք.
Ինչ ես ուզում սովորեցնել ինձ։ Հարցի փոխարեն ինչու, հարցրեք ինչի համար։ Երբ մենք փոխում ենք մեր հեռանկարը, մենք սկսում ենք տեսնել, որ ամեն ինչ ունի իմաստ եւ նպատակ։ Ձեր կյանքում եղել է պահ, երբ բարդ իրավիճակը ձեզ բերել է կարևոր դասի։ Կիսվեք ձեր պատմություններում։ 11. Մաքուր սիրտը միշտ կբարձրացվի։ Աշխարհը կարող է խաբել, մանիպուլյացիայի ենթարկել եւ անարդար լինել, բայց Աստված վարձատրում է նրանց, ովքեր պահպանում են մաքուր սիրտը։ Սաղմոս 24:3-4-ում ասված է. Ով պիտի բարձրանա Տիրոջ լեռը, կամ ով պիտի կանգնի նրա սուրբ տեղում, նա, ով ձեռքերը մաքուր են եւ սիրտը անարատ։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե մարդիկ շուրջը սխալ են վարվում, Աստված տեսնում է ձեր մտադրությունները։ Մենք հաճախ մեզ հարց ենք տալիս. արժե արդյոք լինել ազնիվ եւ արդար այսպիսի անարդար աշխարհում։ Պատասխանը՝ այո։ Աստված բարձրացնում է նրանց, ովքեր հավատարիմ են մնում իրեն։ Հիշեք Հովսեփին, նա անարդարացիորեն հայտնվեց բանտում, բայց պահպանելով մաքուր սիրտը, Աստծո կողմից բարձրացվեց մինչև Եգիպտոսի կառավարչի պաշտոն։ Մաքուր սիրտը այն սիրտն է, որը պղծված չէ ատելությամբ, նախանձով կամ չարությամբ։ Սա այն սիրտն է, որը նույնիսկ դժվարությունների մեջ ընտրում է վստահել Աստծուն։ Երբ դուք պահպանում եք ձեր հավատքը եւ սկզբունքները, Աստված ձեզ դնում է այնպիսի տեղեր, ուր ոչ ոք չի կարող ձեզ կանգնեցնել։ Եթե դժվարությունների եք բախվել, ճիշտ ընտրություն կատարելով, իմացեք, Աստված տեսնում է դա եւ իր ժամանակին նա ձեզ կբարձրացնի։ Եթե հավատում եք այս խոստումանը, գրեք մեկնաբանություններում. Ես ընտրում եմ պահպանել մաքուր սիրտը եւ վստահել Աստծուն։ 12. Այնինչ թվում է անարդար այսօր, վաղը իմաստ կստանա։ Լինում է արդյոք, որ ձեր կյանքում մի բան է պատահում եւ դա սարսափելի անարդարություն է թվում, բայց հետո պարզվում է, որ օրհնություն է։ Մենք հաճախ բախվում ենք դժվարությունների եւ չենք հասկանում, թե ինչու են դրանք պատահում, բայց Աստված արդեն ապագայում է եւ տեսնում է այն, ինչ մենք չենք կարող տեսնել։ Պատկերացրեք ինքնաթիռը թռիչքից առաջ։ Գետնից դուք տեսնում եք միայն թռիչքուղին եւ երկինքը, բայց օդաչուն բարձրությունից տեսնում է ամբողջ երթուղին։ Աստված այդ օդաչուի նման է, նա տեսնում է ձեր կյանքի ամբողջ պատկերը։ Այնինչ հիմա ձեզ անարդար է թվում, վաղը իմաստ կստանա։ Աստվածաշունչը մեզ բազմաթիվ օրինակներ է տալիս։ Հովսեփը վաճառվեց ստրկության եւ նետվեց բանտ, բայց տարիներ անց հասկացավ, որ դա Աստծո ծրագիրն էր իր եւ իր ընտանիքի փրկության համար։ Եթե նա խրված մնար վիրավորանքի եւ դառնության մեջ, նա երբեք չէր տեսնի այն մեծ ապագան, որ Աստված պատրաստել էր իր համար։ Եթե հիմա ցավի միջով եք անցնում, մի հուսահատվեք, Աստված աշխատում է կուլիսների հետևում։ Այնինչ սխալ է թվում, կարող է շեղում լինել դեպի ավելի մեծ կոչում։ Եթե այս խոսքը հասավ ձեր սրտին, գրեք մեկնաբանություններում. Ես հավատում եմ, որ Աստված իմ ցավը վերածում է նպատակի։ Եթե կա մի բան, որ կարող ենք սովորել այս ամենից, ապա դա այն է, որ Աստված երբեք չի լքում իրեն հավատարիմներին։ Նույնիսկ երբ թվում է, թե չարիքը հաղթում է, Աստված արդեն գործում է կուլիսների հետևում, պատրաստելով ինչ-որ շատ ավելի մեծ բան, քան կարող ենք պատկերացնել։ Աստծո արդարությունը կարող է դանդաղ թվալ մեր տեսանկյունից, բայց երբ այն գալիս է, այն կատարյալ է եւ անխուսափելի։ Իսկ հիմա ինձ հետաքրքիր է, այս դասերից որն առավելագույնս հասավ ձեր սրտին։ Գրեք մեկնաբանություններում, ձեր վկայությունը կարող է ոգի շնչել նրանց, ովքեր նույնպես սպասում են Աստծո պատասխանին։